Դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով մարմինավորում է Անգելինայի կերպարը սիրված և բարձր ռեյթինգ ունեցող «Վերջին զանգը» հեռուստասերիալում, այսօր հանդիսատեսի ամենասիրելի դերասանուհիներից մեկն է։ Նրա խաղը ոչ միայն էկրանին, այլև սոցցանցերում թողնում է մեծ ազդեցություն։ Ռոզան առանձնանում է իր բաց հաղորդակցությամբ, ճաշակով, հրապարակումներով և մշտական կապով իր հետևորդների հետ։ Վերջին օրերին համացանցում լայն տարածում գտան տեսանյութեր, որտեղ երևում էր, թե իբր Ռոզա Դավթյանը ավտովթարի է ենթարկվել։ Տեսարաններում նա գտնվում էր շփոթված վիճակում, և շատ օգտատերեր իրականում մտածեցին, թե պատահար է տեղի ունեցել։ Երկրպագուների անհանգստությունն անմիջապես արտահայտվեց մեկնաբանություններում ու սթորիներում։ Մարդիկ ցանկություն էին հայտնում իմանալ դերասանուհու առողջական վիճակի մասին, միաժամանակ նրան ուժ ու բարի ցանկություններ փոխանցելով։ Սակայն շատ չանցած պարզ դարձավ, որ այս ամենը պարզապես հեռուստասերիալի նոր էպիզոդի նկարահանումներից մի հատված է։ Ռեժիսորական խմբի կողմից պատրաստված տեսարաններն այնքան իրական էին, որ մի պահ նույնիսկ ամենախորաթափանց հեռուստադիտողներն էլ շփոթվեցին, կարծելով, թե իսկապես արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել։ Բարեբախտաբար Ռոզա Դավթյանն առողջ է և, ինչպես ինքն է նշել իր սոցցանցերի միջոցով, ամեն ինչ պարզապես սերիալի մասն է լավ կառուցված, հուզիչ և ճշգրիտ խաղով։ Անգելինայի կերպարը, որ մարմնավորում է Ռոզան, համարվում է սերիալի ամենազգացմունքային ու բարդ կերպարներից մեկը։ Նրա կերպարի զարգացումները, հարաբերությունները մյուս հերոսների հետ, ներքին կռիվներն ու կյանքի փորձությունները մեծ արձագանք են գտնում հանդիսատեսի շրջանում։ Ռոզայի դերասանական վարպետությունը շատ հստակ երևում է հատկապես այն տեսարաներում, որտեղ կերպարը կոտրված է, պայքարում է իր զգացմունքների, ճնշումների ու սիրային բարդ իրավիճակների դեմ։ Ռոզա Դավթյանն իր հետևորդների համար ոչ միայն դերասանուհի է, այլև մի մարդու կերպար, ում հետ նրանք իրենց մտերիմ են զգում։ Նա հաճախ է կիսվում հետբեմային կադրերով, նկարահանման ընթացքի տեսանյութերով, ինչպես նաև իր առօրյայից հատվածներով, ինչը նրան դարձնում է ավելի մոտ ու սիրելի իր լսարանի համար։ Նա նաև հաճախ արձագանքում է երկրպագուների մեկնաբանություններին, հարցերին, երբեմն նույնիսկ մասնակցում ուղիղ եթերներին, խոսելով իր խաղի, ստեղծագործական ընթացքի ու ապագա ծրագրերի մասին։ Վթարի տեսարանից հետո սերիալի երկրպագուները սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն Անգելինայի կյանքում։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, սյուժեն պատրաստվում է նոր շրջադարձի, և այս իրավիճակից հետո նրա կյանքում կհայտնվի նոր մարդ, ով կարևոր դեր կունենա հերոսուհու ճակատագրում։ Այս զարգացումներն էլ ավելի են բարձրացրել հետաքրքրությունն ու սպասումը հեռուստադիտողների շրջանում։ Ռոզա Դավթյանի վարպետ խաղը և նոր սյուժետային գծերը վստահաբար կապահովեն սերիալի շարունակական հաջողությունը։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք, արդյոք այս նոր կերպարը կփոխի Անգելինայի ճակատագիրը։ Կիսվեք ձեր դիտարկումներով։ Նշենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը նշանադրվել է։ Այս մասին դերասանուհին տեղեկացրեց Ինստագրամի իր էջում։ Նա լուսանկարներ էր հրապարակել, որոնցից գրել. «Հոկտեմբերի 11 ես նշանադրվեցի։ Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին։ Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես։ Բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն և անտրտունջ։ Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու և գտնելու մասին ճանապարհներն են։ Իմ բոլոր գտածների ետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում անթիվ անհամար ձախողումներ, բոլոր ժպիտներիս հետևում հեկեկոցներ։ Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում և ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով օրերից մի օր անգամ ծիլ են տալիս։ Բայց գուցե փարատողը այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը ևս չմոռացվողներից է դառնում։ Ես չեմ վախենա ասել, որ հորս կորցնելուց հետո քեզ գտնելն իմ կյանքում եղած լինելիք և այժմյան եղածներից ամենից անգինն է։ Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուռ կիսողն ես։ Իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես։ Գուցե և ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի։ Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ անհամար կորցրած և գտած ճանապարհներ և վերստին անդառնալի, հավերժ փակված, կողպեքված դռներ, ու ունեմ քեզ։ Եվ առավելապես քոնն եմ ես, և քոնը լինելը սպիացնում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում
Բոլոր սպիերը լռեցնում բոլոր կեղտոտ բերաները, որովհետև քոնը լինելը աստվածային օրհնություն է, և որքան ասելիք կա քոնը լինելու մեջ, ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես, գրել էր դերասանուհին, դե ինչ գրեք ձեր կարծիքները Ռոզա Դավթյանի մարմնավորած Անգելինայի կերպարի մասին և նշեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում Անգելինան նոր սիրավեպ կսկսի նոր կերպարի հետ, թե կմնա Հենրիի հետ, ամենահետաքրքիր բացահայտումները ձեզ համար դեռ առջևում են: